երբ է պետք դիմել նախ մասնագետի, հա, երբ որ կյանքի որակին կա խանգարող խնդիր։ Օրինակ, ասենք, չգիտեմ, փոքր բաներից վերցնենք, հա, անգամ առանց ախտորոշումների, պերֆեկցիոնիզմ, օրինակ։ Զզվելի բան է։ Շատ զզվելի բան է ու կյանքին համարյա բոլոր բժիշկները ունեն։ Այդ մենք առաջի կուրսից մտնում ենք, մեզ այդ սովորացնում են։ Կյանքի որակին շատ խանգարող բան է, համաձայնվի։ Այդ դրա հետ ապրելը, հա, օքեյ, 5 տարի ավել հաստատ հնարավոր է ապրել, բայց փաստացի ինքը խանգարում է կյանքի որակին։ Ես այդ դիմանալով ապրելը միշտ չեմ հասկացել։ Այդ պերֆեկցիոնիզմը ասես մարդիկ կան, չէ՞ որ հպարտը պետք է ես պերֆեկցիոնիստ եմ։ Հա, օքեյ, բայց այդ լավ չի։ Շատ ված բան է։ Բայց այդ շատ ված բան է, այդ գերազանցիկի սինդրոմը, դրա մեջ ոչ մի դրական լուրջ ինքնակննադատություն է, ինչ որ անառողջ է, այդ ամեն ինչի մեջ ոչ մի դրական բան ու առողջ կետից չի հաստատ։ Պերֆեկցիոնիզմն էլ առողջ կետից չի հաստատ իր հարցերը արժի լուծել։ Որովհետև այդ պերֆեկցիոնիզմը նույն բժշկության մեջ, նույն հիվանդների պարագայում մեկը գալիս ասում է անալիզից մեջ բակտերիա կա, ասում եմ ինչ գանգատ ունես։ Ոչ մի ասում եմ գնա ապրի։ Ասում եմ բայց բակտերիա կա, ասում եմ հա ցավը տանեմ դու սիմբիոզ ես այս երկրագնդի վրա։ Ձեր շենքի հետը ծառ կա։ Ասում ենք ո՞ց բացատրեմ քեզ։ Մենք սաղս կենթանական աշխարհում սիմբիոզ ենք։ Եթե ծառը քո արևը չի փագում, մենք իրեն չենք կտրում։